Բոլորս էլ խոսում ենք Սողոմոն Թելերյան զարկեց ճակտին, փռեց գետին, ժողովուրդ այդ մարդը Թայլաթին սպանելուց բացի ուրիշ ոչ մի բան չի արել, չեմ հասկանում։ Եկեք միասին պարզենք։ Չմոռանաս Գիտակերտին գրանցվել։ Իսկ դու գիտեիք, որ կար արմենակների կամավորական ջոկատ, որտեղ Սողոմոնը կրակել է սովորել։ Ջոկատի ղեկավարը եղել է նրա հորեղբոր որդին Սամվելը, որի նախաձեռնությամբ Սողոմոնը ընդգրկվեց այդ ջոկատում։ Սողոմոնը անգամ մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին ու եղել է զորավար Անդրանիկի գնդում։ Իսկ դու գիտեիր, որ Թելերյանը միջև Թայլաթի ճակտից զարկելը մի հատ էլ դավաճան հայա ճակտից զարկել։ Թելերյանի պոլսում գտնվելու ժամանակ կար մի աղջիկ Երանուհի անունով։ Երանուհին Սողոմոնին պատմում է, որ ստեղ բնակվում է մի հայ, ով կազմել է հայ մտավորականների ցուցակ եւ հանձնել Թայլաթին։ Աղջիկը տան տեղը ցույց է տալիս, Թելերյանը գնում է դավաճանի տան մոտ եւ լուսամուտից տեսնում, որ այդ մարդը բաժակը ձեռքին կենաց է ուզում ասել։ Թելերյանը հանում է ատրճանակը եւ ուղիղ կրակում դավաճանի սրտին։ Իսկ դու ինձ կհարցնես, թե ուր է Սողոմոնի զենքը, որով նա սպանել է Թայլաթին, որովհետեւ այդ զենքը պետք է լիներ Հայաստանի ինչ-որ թանգարաններից մեկում։ Ասեմ ուրա, իրականում նրա դատից հետո գերմանական դատարանը զենքը վերադարձնում է Սողոմոնին, բայց երկրորդ համաշխարհայինի տարիներին Սողոմոնը այն նետում է Դանուբ գետը, քանի որ այդ ժամանակ տներ էին խուզարկում եւ պետք էր ազատվել այդ զենքից։ Թայլաթին սպանելու մասին բոլորդ ինձանից լավ գիտեք, բայց կոմենտներում գրեք իմանանք ինչ կլիներ, եթե Սողոմոնը վրիպ էր։